Վարչապետ Փաշինյանը Facebook-ում շարունակում է հատիկ առ հատիկ խորագրի ներքո ազդարարել, թե ինչ գույք է վերադարձրել պետությանը, երբեմն այնպիսի օրինակներ բերելով, որոնք արժանանում են օգտատերերի քննադատությանը։ Մեծերից չի ստացվում, էլի ընկա քյասիբների հետևից։ Քոչարյանի, Սարգսյանի եւ մյուսների միլիարդները թող մնա ու էլի ավելանա։ Ընկեք ավտոտնակների հետևից, նայեք էլով ինչ ունի։ Մնաց ապօրինի շամ բուտկա բռնագանձենք։ Օրերս վարչապետին ոգևորել էր դեռ 2023 թվականի վերջին ուժի մեջ մտած մի վճիռ, որով քաղաքացին համաձայնել է պետությանը տալ իր գույքը՝ մայրաքաղաքի Վաղարշյան 1 հասցեում գտնվող 5 միլիոն դրամ արժեցող ավտոտնակը։ Այդ հասցեում բազմաթիվ ավտոտնակներ կան, թե կոնկրետ որն է հիմա պատկանում պետությանը, պարզել չկարողացանք։ Բակում ապրողները պնդում էին, թե անտեղյակ են թեմայից։ Երևանի բնակիչն իր կամքով է համաձայնել ավտոտնակն ու ընտանիքին պատկանող գույքը Range Rover մագնիշի ավտոմեքենան ավելի քան $7,000 հանձնել պետությանը։ Սա կոչվում է հաշտության համաձայնություն, իսկ այդ դեպքում դատարանը հիմնական քննություն չի անցկացնում։ Բարիս բուն իմաստով հատիկ առ հատիկ է։ Եթե տենց դուր չի գալիս, ուրեմն Range Rover առ Range Rover ենք վերադարձնելու, բրաբուս առ բրաբուս, յաշիկ առ յաշիկ։ Մեկ այլ վճիռ էլ կա, նորից հաշտությամբ հաստատված։ Դրանով քաղաքացուց հօգուտ պետության վերադարձվել է Ավանում գտնվող մի սպորտային կենտրոն։ Այս վճիռն էլ կայացվել է ուղիղ 1 տարի առաջ։ Այս դեպքում ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի հետ փոխկապակցված քաղաքացին պետությանն է տվել $5 միլիոն իր սեփականությունը։ Հա դժվար է, հեշտ չի։ Չնայած հատիկ առ հատիկ հեշթեգով պարբերական գրառումներին, վարչապետն խորհրդանում ընդունեց, որ արագ արդյունքի չեն հասել։ Բայց հեշտ չի, ոչ թե նրա համար, որ մենք հոգ ենք տանում թալանչիների համար, մենք հոգ ենք տանում մեր պետության համար։ Փաշինյանի խոսքով իրենք ուզում են, որ կայանան ինստիտուտները, ոչ թե որոշեն ու անեն ինչ ուզեն, ինչպես մի շարք երկրներում։ Կան երկրներ, որ պատերի տակ շարում են, գնդակահարում են, պատերի տակ շարում են, գնդակահարում են, պատերի տակ շարում են, գնդակահարում են, ասում են խվայ, էս ինչ լավ էր, սիրտս հովացար։ Մինչ վարչապետը խոսում է համակարգի կայացումից, իրավապաշտպանները նրա իշխանության քայլերը որակում են դանդաղ ու անարդյունավետ։ Հեղափոխության ընթացքում եւ նախընտրական ժամանակահատվածում խոսվել է նրա մասին, որ հալանչիները, նախկին ղեկավարությունը փորձել է հանրային գույքը կարծես թե յուրացնել եւ հարստանալ հանրության միջոցներով եւ այդ գործընթացը հեղափոխության անկյունակարային գործընթացներից մեկն էր, որը որպես այդպեսին մինչ այսօր չի իրականացվել։ Ինչու է վարչապետը հատկապես վերջին ամիսներին նման ակտիվություն դրսևորում, նշանավորելով մի ավտոտնակի, մի հողակտորի վերադարձը պետությանը։ Սա այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը 2 տարուց ավելի է քննում է, արդյոք Փաշինյանի օրոք ընդունված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը համապատասխանում է Սահմանադրությանը։ Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը 2 շարժառիթ է տեսնում։ Առաջինը հանրության ուշադրությունը պահել խնդրի վրա, հատկապես նախընտրական շրջանում, երկրորդն ըստ Հովհաննիսյանի Սահմանադրական դատարանն է։ Սահմանադրական դատարանի վրա ուշադրություն գրավելն է, որպեսզի Սահմանադրական դատարանը կարծես այն որոշումը չկայացնի, որը տապալի որպես այդպեսին հեղափոխական խոստում է։ Արդեն 10 օր է ինչ բարձր դատարանը խորհրդակցական սենյակում է։ Դատարանից ամիսներ շարունակ չեն պարզաբանում, թե ինչու իրենց քննության ընթացքում չեն կասեցրել օրենքի կիրառումը, այնինչ այս ընթացքում դատախազությունը շարունակում է մեկը մյուսի հետևից բողոքներ ուղարկել դատարան, պահանջել ապօրինի որակել անցած 30 տարիներին ունեցված կուտակածների, այդ թվում նախկին պաշտոնյաների գույքն ու փողերը։ Հաշվարկի հստակ մեխանիզմ չկա։ Ամեն գործով տարբեր հաշվարկներ են իրականացվում։ Հստակ մոտեցում չկա, թե կոնկրետ այս կամ այն համանման ապացույցները ինչպես պետք է գնահատվեն, որովհետև տարբեր գործերով էլի տարբեր մոտեցումների են քաղաքականապես լինում։ Պաշտոնյաների թալանածը հետ բերելու խոստումով 2020 թվականին ընդունված օրենքը հնարավորություն է տալիս դատախազությանը հետ գնալ մինչև 1991 թվականն ու ստուգել, արդյոք պաշտոնյան օրինական ճանապարհով է հարստացել։ Փաստաբաններն ու ընդդիմադիրները նկատում են, եթե օրենքը որակվի հակասահմանադրական, գույքից զրկվածները կարող են փոխհատուցում պահանջել ընդհուպ հասնելով եվրոպական դատարան։ Լավ գաղափար, վիճահարույց օրենք, Ազատության հետ զրույցում ասում է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փաստաբան Ազատ Ասատրյանը։ Մենք ակնկալում ենք, որ Սահմանադրական դատարանը որոշակիություն պետք է մտնի այս process-ի մեջ, որ կողմերն էլ հասկանան նախ ինչպես պաշտպանվեն։ Մինչև օրս կայացված 12 վճիռներով պետությանն է վերադարձվել ավելի քան $17 միլիոն։ Անցած տարիներին դատարան են ուղարկել 136 հայցադիմում, ավելի քան 527 միլիարդ դրամի, նաև 270 շարժական, 1381 անշարժ գույքի բռնագանձման պահանջով։